Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցից առաջ ռուսները միաժամանակ երկու օրակարգ են առաջ մղում։ Մեկը թրիփին միանալու թեման է, մյուսը Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու գաղափարը։ Թրիփին ռուսների մասնակցության անհնարինության մասին արդեն խոսել ենք։ Այժմ խոսենք ատոմակայանի մասին, որը պարզապես սովորական հերթական շինարարություն չէ։ Դա տասնամյակների կախվածություն է, վառելիքի, սպասարկման, պահեստամասերի, վարկավորման, ապահովագրության, անվտանգային համակարգերի։ Այդ շղթան Ռուսաստանի դեպքում միշտ վերածվում է քաղաքական ճնշման և լծակի։ Փաստ է, որ վերջին տասնամյակներում Ռուսաստանը միայն մեկ ատոմային էլեկտրակայան է կառուցել Բելառուսում, իսկ Թուրքիայում 2018 թվականից Աքոյուն արդեն տարիներով ուշանում է սարքավորումների, մատակարարումների, ֆինանսավորման և Մոսկվայի դեմ պատժամիջոցների պատճառով։ Ահա այն իրականությունը, երբ կախված ես մեկ կենտրոնից, ամեն ուշացում ճնշում է քաղաքական, տնտեսական։ Երևանն արդեն հայտարարել է, որ նոր ատոմակայանը լինելու է փոքր մոդուլային, որը պետք է փոխարինի մեծամորին։ Սա միայն էներգետիկայի հարց չէ, սա անվտանգության հարց է։ Այդ պատճառով ընտրությունը պետք է լինի պարզ։ Գործող ատոմային էլեկտրակայանի ժամկետի երկարաձգումը և նոր կայանի կառուցումը պետք է արվի ոչ թե ռուսական կախվածության խորացմամբ, այլ բազմաղբյուր տեխնոլոգիայով, առաջնահերթ Միացյալ Նահանգների և արևմտյան գործընկերների հետ, որովհետև Հայաստանի էներգետիկ ճարտարապետությունը պետք է կառուցվի տարբեր աղբյուրներից կանխատեսելի և վերահսկելի հիմքերի վրա, ոչ թե մեկ կենտրոնի հանդեպ կախվածություն ստեղծելով և առավել ևս այդ կախվածությունը խորացնելով։